Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 7-րդ գլուխը։ Կանգնած ենք 12-րդ տեքստի վրա, որը ինչպես հասկացանք, իր կառուցվածքով բավականին բարդ կառուցվածք ունեցող ուրեմն տեքստ է։ Ես կարդամ տեքստը եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Սակայն Տիրոջ ազնվորության Վասուդևայի ողորմածությամբ նա, ով աշխարհից հրաժարվելով իրեն նվիրում է Տիրոջն ուղղված նվիրված ծառայությանը, կարող է աստիճանաբար ազատվել իր եսի մասին սխալ պատկերացումներից։ Մենք ձեզ հետ ուրեմն կանգնեցինք այն կետի վրա, որտեղ քննարկում էինք, թե ինչպես է ընդհանրապես կենդանի էակը հոգևոր ճանապարհին գալիս հրաժարման գաղափարին։ Խոսեցինք նրա մասին, որ ինչու համար էր սա կարևոր, կներեք, սա ասեմ, հետո շարունակենք, ինչու համար էր սա կարևոր, որովհետև տեքստը ինքը ասեց, չէ, որ կենդանի էակը ինքը ունի սխալ պատկերացում իր էության մասին։ Սա շատ այսպես համարձակ հայտարարություն է, որովհետև իրականում մենք դա ձեզ հետ քննարկեցինք, չէ, որ իրականում մենք կարող ենք պարզ տեսնել, որ մենք զգայարանների միջոցով աշխարհը, որում մենք ապրում ենք, եւ մեր եսի զգացումը, որը մենք ունենք կապված մեր մարմնի հետ, դա միակ իրականությունն է, որը մենք կարողանում ենք ընկալել։ Եվ երբ որ արիացիները իրանք օգտագործում են իլյուզիա խոսքը, դա միշտ նշանակում է, որ կենդանի էակը ընկալում է, որ կա ինչ-որ մի բան, որը իրականում չկա։ Այսինքն դա ոչ թե շփոթմունք է, որտեղ շփոթմունքը դա նշանակում է ես, չգիտեմ, այ սիրը, շփոթում եմ, չգիտեմ, այ սիրի հետ։ Բայց երբ որ ես իլյուզիայի մեջ եմ, դա նշանակում է, որ ինձ թվում է այ սիրը կա, բայց ինքը իրականում չկա։ Դա շատ համարձակ հայտարարություն է, չէ, որովհետև մենք ձեզ հետ արդեն քննարկել ենք այդ թեման, որ այստեղ ուրեմն այս հայտարարության հետ կապված երկու ելք ունենք, որ կամ մենք անմիջապես սկսում ենք մտածել, որ արիացիները իրանք ինչ-որ ապուշ բաներ են խոսում, եւ այստեղ միանգամից կարելի է կանգնացնել ընդհանրապես իրանց գաղափարախոսության ուսումնասիրությունը, կամ եթե մինչև այս պահը այն ամեն ինչ-որ քննարկվել է, ընկալվել է մեր կողմից որպես խորը գիտելիք, որտեղ շատ հետաքրքիր նրբություններ են քննարկվում, սա նշանակում է, որ գործ ունենք բավականին զարգացած բանականության հետ եւ չենք կարող մտածել, որ այդ մակարդակի զարգացվածություն ունեցող ուրեմն բանականությունը կարող էր այդպիսի հիմարություններ խոսել։ Եվ սա նշանակում է, որ ինքը ունի իր ինչ-որ շատ խորը պատճառները այդպիսի հայտարարություններ անելու։ Եվ կարելի է գնալ նրա հետևից, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչի հիմքի վրա է այսպիսի հայտարարություն արվում։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, սա շատ կարևոր է, ես հիմա մշտական այս երկու տեքստի մեջից միջև դուրս գանք, այս գաղափարը մշտական կրկնելու եմ, մի անգամ էլ կրկնելու եմ, երբ որ մտանք 3-րդ երկի մեջ, ուրեմն շատ կարևոր է, չէ, որպեսզի կենդանի էակը ինքը հասկանա, մենք ձեզ հետ խոսեցինք նրա մասին, որ այո, արիացիների կրոնականությունը ինքը հիմնված է հասկացողության վրա, թեկուզ եւ քննարկեցինք, որ սենտիմենտալ անձնավորությունները նույնպես ունեն իրենց համար նախատեսված պրակտիկա։ Բայց խոսքը երբեք չի գնում նրա մասին, որ սենտիմենտալության հաշվին կարելի է գալիք տա իրականացման։ Խոսքը միշտ գնում է նրա մասին, որ սենտիմենտալությունը ուրեմն կրոնական գաղափարախոսությունը ինքը ընդունում է սենտիմենտալիստներին, բայց ընդունում է նրա համար, որպեսզի օգնի, որ իրենք դառնան ուրեմն գրագետ եւ բանականությունը զարգացնեն եւ կամաց իրենց ներքին հիմքը դարձնեն բանականության աշխատանքը։
Եվ այսպես ուրեմն սիրելիներս, մենք ձեզ հետ քննարկեցինք այդ թեման, որ իրականում արիացիները իրենք առաջ են քաշում մի շատ պարզ հասարակ անալիզ, չէ, որտեղ իրենք քննարկում են գիտակցության բնությունը եւ քննարկում են դա դիտարկելով գիտակցության բնորոշ որակները Եվ մենք տեսանք, որ երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում, թե ասենք նյութական ընդհանրապես գիտակցության, այն ինչ որ կյանքն է, այսինքն կյանքի առեղծվածն են փորձում հասկանալ, չէ՞։ Եվ երբ որ իրանք ասում են կա դիակ, կա կենթանի մարմին, ինչն է այդտեղ պակասում, ինչն է տարբերում կենթանի մարմին եւ մահացած մարմին Չէ, եւ իրենք գալիս են այն եզրակացության, որ մարմինները իրանք քիմիական տեսանկյունից մնում են նույնը երկու վիճակում էլ եւ միակ բանը, որը վերանում է, դա գիտակցությունն է։ Եվ դա նշանակում է, որ հենց գիտակցությունն է կյանքի կրողը։ Եվ հիմա հաջորդ քայլով, եթե արդեն դա է կյանքի կրողը, պետք է նայել, թե ինչպիսի բնութագրեր ունի գիտակցությունը։ Եվ երբ որ բնութագրերը ուսումնասիրվում են, ի հայտ է գալիս հակասություն, որ կենթանեակի գիտակցությունը մշտական ձգտում է երևույթների, որոնք նյութական աշխարհում չկան։ Այստեղից ուրեմն հետևություն է արվում, որ դա նշանակում է, որ գիտակցությունը ինքը նյութական էլեմենտ չի։ Եթե ինքը նյութական էլեմենտ չի, դա նշանակում է, որ ինքը պատկանում է անձնավորության, որը այս աշխարհից չի, բա որտեղից է։ Եվ ինչ է դա նշանակում։ Բա ինչ մարմին ունի այդ գիտակցությունը։ Այսինքն ինչ որ մենք կոչում ենք սովորական լեզվով հոգի, չէ՞։ Եվ այդ թեմաներն են շատ լուրջ քննարկվում եւ Բhagavad Gita-ում հատկապես, Bhagavad Gita-ում հիմնականում քննարկվում են այդ ուրեմն խնդիրները։ Եվ ես կարծում եմ, որ աստծո այսօրվանից կսկսեմ կվերականգնեմ 5-րդ երկի 5-րդ գլխի քննարկումները Bhagavad Gita-ի եւ անպայման կաշխատեմ, որպեսզի մենք այդ գլուխը ավարտենք մինչև նոր տարի, որպեսզի նոր տարուց հետո սկսենք 6-րդ գլխի քննարկումները, եթե Աստված մեզ խաղաղություն տա, կյանք եւ հնարավորություններ։ Ուրեմն, սիրելիներս, չէ, եւ դրանից հետո, ինչպես տեսանք, մենք խոսեցինք դրա մասին, որ տեքստը ինքը ասում է, այսինքն տեքստը ինքը քննարկում է այն գաղափարները, որ կներեք, ես մի հատ տեքստը բացեմ, փակեցի, այն գաղափարը, որ այդ եսի մասին սխալ պատկերացումներից կենթանեակը ինքը աստիճանաբար ազատվում է, երբ որ ինքը զբաղվում է նվիրված ծառայությամբ Աստծուն։ Եվ պայմանը թելադրվեց, որ կենթանեակը ինքը կարող է ծառայություն մատուցել Աստծուն, երկու գործոն պետք է տեղի ունենա։ Առաջինը դա նա է, որ կենթանեակը պետք է ունենա հրաժարում նյութական աշխարհից։ Երկրորդը դա նա է, որ ինքը պետք է ունենա Աստծո ողորմածությունը, այսինքն որ ինքը գերագույն Աստծո անձնավորությունը պետք է համաձայն լինի այդ կենթանեակից ընդունի որևիցե ծառայություն։ Սա նշանակում է, որ տեքստը ինքը մենք նորից եմ ասում, որ կառուցվածքային տեսանկյունից շատ բարդ, բավականին բարդ տեքստ է։ Եվ մենք ձեզ հետ երկու հանդիպում շարունակ քննարկում էինք կրոնականության օրինաչափությունները, որտեղ գլխավոր գաղափարը ինքը կայանում էր նրանում, որ կենթանեակները հենվելով իրենց նախանձի եւ ուրիշ կենթանեակների հանդեպ առավելություն ունենալու ձգտման վրա, իսկ իրանք այդ երկու ձգտումները ձևավորում են, որովհետեւ ուզում են բան անել, ասենք, որովհետեւ ուզում են այս աշխարհում ունենալ վայելելու էգոցենտրիկ վայելելու հնարավորություն, այսինքն գլխավոր հիմքը կայանում է նրանում, որ կենթանեակը իր մեջ միշտ ավելի շատ է կարևորում իր երջանկությունը։
Խոսեցինք առաջներում, շատ ենք խոսել նրա մասին, որ հայրացիները այստեղ մի շատ հետաքրքիր գաղափար են առաջ քաշում, դա կենտրոնացված եւ տարածված էգոիզմի գաղափարն է, որովհետեւ այստեղ անմիջապես մարդիկ իրենք կարող են հազարավոր օրինակներ բերել եւ ես ինքս էլ կբերեի այդ օրինակները, եթե այդ գաղափարը չհնչեր, որ դա այդքան էլ այդպես չի, որ կան շատ մեծ քանակությամբ մարդիկ, որոնք իրենք զոհաբերում են իրենց կյանքը, եթե ոչ բառացի, այսինքն եթե ոչ մահվան են գնում, ապա ուղղակի զոհաբերում են իրենց կյանքի ընթացքը, զոհաբերում են իրենց անձնական երջանկությունը եւ այլն հանուն ուրիշ կենդանի էակների, չէ՞։ Օրինակ, ամենապարզագույն օրինակը, որ ասենց էլ այն կողմ չգնանք, չէ, դա որտեղ դա ամենաշատ տարածվածն է իրականում, դա ծնողների զոհաբերությունն է, որ իրենք անում են իրենց երեխաների համար, հատկապես կանայք, չէ, թե ինչերի կարող են դիմանալ եւ համբերել կանայք, որպեսզի իրենց երեխաները իրենց գլխին, հետո հայավարի որ ասենք իրենց գլխին հայր ունենան, չէ, դրա մասին կարելի է հարյուրավոր հատորներով գրքեր գրել։ Չէ, կարծում եմ, որ դա որոնից համար էլ ակնհայտ է։ Հիմա, սիրելիներս, չէ, ուրեմն այ կարելի է այդպիսի փաստ բերել, էլի, որ դա այդպես չի, որ կենտանիակը ինքը միայն իր էգոիզմի մասին է մտածում, եւ դրա համար այրացիները իրենք հոգեբանական մի շատ հետաքրքիր կետ են առաջ քաշում, որ այո, իհարկե կենտանիակը ինքը ունի կապվածություններ։ Եվ այդ կապվածությունները իրականում շատ հետաքրքիր արմատ ունեն, այսինքն առաջ է քաշվում կոնցենտրացված եւ տարածված էգոիզմի գաղափարը։ Կոնցենտրացված էգոիզմը դա նշանակում է, որ կենտանիակը ինքը շահագրգռված է միայն եւ միայն իր երջանկության մեջ։ Չէ՞, այստեղ այսենց իսպար վերանում են։ Շատ ընտանիքներ կան, ես անձամբ այդպիսի ընտանիքներ եմ ճանաչում, երբ որ եւ ամուսինն է, այսինքն եւ տան հայրն է, կոնցենտրացված էգոիզմի վրա հենված եւ տան մայրը։ Ճիշտ է, արդարության համար պետք է ասեմ, որ տան կանայք հենված կոնցենտրացված էգոիզմի համար վրա շատ ավելի քիչ են հանդիպել ինձ, իսկ ասենք տղամարդիկ շատ ավելի հաճախ, բայց միևնույն է, երկուսն էլ իրանք կարող են լինել կոնցենտրացված էգոիզմի վրա, չէ՞։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը մտածում է միայն իր վայելքի վրա, դա այն, եթե մենք ծնողի օրինակն ենք շարունակում, դա այն ծնողներն են, որոնք իրենք կարողանում են լքել իրենց երեխաներին, դավաճանել իրենց երեխաներին, իրենց ռեսուրսը օգտագործել միայն իրենց վայելքների համար եւ զրկել երեխաներին նյութական աջակցությունից, որպեսզի իրենք կարողանան օրինակ կրթություն ստանան, կայանան կյանքում եւ այլն, չէ։ Կոնցենտրացված էգոիստները իրանք միշտ առաջ են քաշում այդպիսի գաղափարներ, որ ինձ ոչ մեկ չի օգնել, ինչի պիտի ես ինչ որ մեկին օգնեմ։ Դա հատկապես հաճախ են լսել իմ սերունդի եւ ինձանից մի սերունդ առաջ երեխաները, որտեղ ծնողները կամ պատերազմ էին տեսել, կամ հետ պատերազմյան ընթացքի ուրեմն ազնվորություններ էին, որոնք այո կարող էին հայտնվել ինչ-որ զրոյական վիճակում, հա, կամ ասենք կորցնել պատերազմի դաշտում ծնող եւ մնալ կներեք արտահայտությանս համար անտեր, հա, եւ դժվար կյանքով ապրել։ Ոչ մեկ չի հերքում, որ իրենք դժվար կյանքով են ապրել, բայց դժվար կյանք ապրելուց հետո կարելի է գալ երկու տրամադրության։ Առաջինը դա նա է, որ կարելի է գալ այն տրամադրությանը, որ ուրեմն եթե ես վատ եմ апрել, թող իմ երեխան ինձանից ավելի լավ ապրի։ Եվ դա արդեն распространенный կոնցենտրացված եւ տարածված էգոիզմի սիմպտոմ է, չէ՞։ Եվ կարելի է մնալ կոնցենտրացված էգոիզմի մեջ,
Եվ այդ ժամանակ ազնվորությունը ինքը գալիս է այն եզրակացության, որ այն ինչ որ ես ստեղծել եմ, ես ուզում եմ ինքս էլ վայելեմ, հա, եւ ոնց որ ես եմ կայացել, թող այդպես էլ իմ երեխան կայանա, ինքը ինձանից ավելի լավը չի, թող ճիքեր գործադրի, կայանա եւ ինչ որ կստեղծի, թող այն էլ վայելի։ Ես պարտավոր չեմ իրան ոչ մի բանով ապահովելու կամ աջակցելու, ոնց որ ինձ իմ հանդեպ ոչ մեկ պարտավորություն չի վերցրել։ Ուրեմն սա այ դրա մասին է խոսքը, շատ պարզագույն օրինակ է։ Հիմա, այսինքն հոգեբանության մեջ կա այդպիսի երևույթ, որ կոնցենտրացված է էգոիզմը, երբ որ կենթանիակը մտածում է միայն իր մասին, հա, եւ երբ որ կենթանիակը ինքը ի վիճակի է մտածել իր մասին եւ նրանց մասին, ում հանդեպ որ ինքը կապվածություն է զգում։ Եվ վերջ։ Մենք տեսնում ենք, որ կապվածությունների եւ ատելությունների թեման ինքը շատ կարևոր է, ընդհանրապես կենթանիակների հարաբերությունների մեջ, արիացիները շատ մեծ նշանակություն են տալիս այս թեմային, եւ այստեղ արդեն սկսվում է խոսակցությունը գունաների մասին։ Այն ինչը որ ես շատ մեծ ճիքեր եմ գործադրում, որպեսզի մեր բնակչությունը, համենայն դեպս իմ ունկնդիրները իրենք բանել այսպես գիտակցեն այս թեմայի լրջությունը, որովհետև եթե մենք կարողանանք հասնել նրան, որ նայենք այս աշխարհին այդ թեմայի տեսանկյունից, հա, այդ ժամանակ մենք կարող ենք այսպես էլի պարզ տեսնել, թե ընդհանրապես այդ թեման իր մեջ ինչ է պարունակում, ինչպիսի ասենք զարգացումներ կան, ինչպիսի օրինաչափություններ կան նյութական աշխարհում, եւ սա իրականում շատ կարևոր թեմաներ են։ Հիմա, երբ որ ազնվորությունը ինքը գալիս է կրոնականության դաշտ, չէ, մենք ձեզ հետ քննարկեցինք, որ հոգևոր ճանապարհին ամենաառաջի թեման, որը դառնում է շատ կարևոր, դա ատելությունները եւ կապվածությունները արդարության դաշտ բերելու խնդիրն է։ Ինչու համար, որովհետև իրականում կենթանիակը ինքը հիմնականում տառապում է, որովհետև ինքը չունի արդարություն ոչ իր կապվածությունների մեջ եւ ոչ էլ ատելությունների, եւ որովհետև դիմացիները, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, դա ամենուրեք հենց դա է ծաղկում, եւ դիմացիները չունեն ոչ արդարության, ուրեմն արդարության թեմա ընդհանրապես չկա կապվածությունների եւ ատելությունների միջև։ Այսինքն արդարությամբ հետաքրքրված չեն ոչ մեկ մեր դարաշրջանում։ Շատ քիչ մարդիկ, որոնցից 80%-ին էլ միայն թվում է, որ իրանց արդարությունն է հետաքրքրում, իրականում իրանց արդարությունը շատ սուբյեկտիվ է, այսինքն նույնպես իրանց ատելությունների եւ իրենց կապվածություններին էլի հետևող է։ Ուրեմն, սիրելիներս, այս թեմայից հետո մենք ուրեմն գալիս ենք, որ իսկ ինչու համար է գերագույն աստվածավորությունը ինքը ուզում պահանջում կենթանիակից, որպեսզի կենթանիակը իր կապվածությունները եւ ատելությունները բերի արդարության դաշտ, որպեսզի ինքը հնարավորություն ունենա լուծել կենթանիակի երջանկության թեման։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կենթանիակի նյութական աշխարհից դուրս է բերում այսպիսի հերթականությամբ, հա, ինքը սկզբից կենթանիակից պահանջում է մաքրություն։ Ամենաառաջի թեման կայանում է նրանում, որ եթե չես ուզում տառապես, մի տառապանք պատճառի ուրիշներին։ Երբ որ կենթանիակը սովորում է իր ցանկությունների իրականացման ժամանակ միշտ հաշվի նստել այդ թեմայի հետ, որպեսզի տառապանք չպատճառել ուրիշ կենթանիակներին, հա, ապա անմիջապես նրանից հետո գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սկսում է այլ խոսակցություն։ Ինքը ասում է, իսկ հիմա, կոպիտ ասած, այսպես էլի պատկերավոր ասած, ինքը ասում է, իսկ հիմա եթե ուզում ես լինել երջանիկ, ինքդ սովորիր երջանիկ դարձնել դիմացինին։ Եվ սա կոչվում է բարոյականության օրենքներ։ Այս երկու սկզբունքները մի ուրիշին տառապանք պատճառի, եթե չես ուզում տառապես, եւ երջանկություն պատճառի ուրիշին, եթե ուզում ես լինես երջանիկ, սա է իրական բարոյականության
ուրեմն օրենքները, որը առաջ է քաշում Աստված։ Ինչու համար է ինքը այդպես ասում։ Ինքը ասում է, որպեսզի դու լինես երջանիկ, դու պետք է ապրես այն կենդանիակների շրջապատում, որոնք որակավորում ունեն երջանիկ դարձնելու։ Հոգևոր մարդիկ մեր ժամանակներում շատ հաճախ շատ սխալ պատկերացում ունեն, որ ասենք, եթե իրենք առաքինություն են զարգացնում, ապա իրենց կյանքը պիտի փոխվի այն իմաստով, որ իրենք պիտի շարունակեն ապրել էգոիստների շրջապատում, որոնք որակավորում չունեն կենդանիակին երջանկություն պատճառելու, հա, եւ իրանք այդ էգոիստների հետ պիտի լինեն երջանիկ։ Այդպիսի բանաձև գոյություն չունի։ Հասկանում եք, միակ բանաձևը, որը այդտեղ կարող է իրականացվի, դա նա է, որ առաքինի անձնավորությունը ինքը զարգացնում է այնպիսի գիտելիք կամ արդեն իսկ ունենում է այնպիսի գնահատական իր շրջապատի հետ կապված, որ ուղղակի զրոյանում են իր սպասելիքները։ Այսինքն հակառակը ինքը ուղղակի գիտակցում է, որ ինքը ապրում է էգոիստների մեջ, որ այդ էգոիստները իրենք ոչ մի նպատակ եւ ցանկություն չունեն ընդհանրապես փոխվելու, անկախ նրանից, թե ինքը փոխվել է թե ոչ, հասկանում եք, որովհետեւ երբ որ վերցվում է այդ գաղափարը, որ եթե ուզում ես փոխես ուրեմն շրջապատը, եթե ուզում ես փոխես իրականությունը, փոխի ինքդ քեզ, այո, դա իրոք այդպես է, բայց այդ իրականությունը փոխելը ինքը մեկ-մեկ գալիս է հաջորդ կյանքում, այսինքն հոգևոր մարդը ինքը քաչ գիտակցում է, որ այս կյանքում իր առաքինությունը իրեն երջանկություն չի բերելու, ինչու, որովհետև ինքը ապրում է արատավոր կենդանիակների հետ, որոնք իրենք ոչ իրենց համար իրականում արատավոր կենդանիակների համար դիմացինի առաքինությունը, ոնց ասեմ, էլի գրոշի արժեք չունի։ Հասկանում եք, իրանք առաքինի ազնվորության որակները միայն շահագործում են եւ կարող են ընդհանրապես մնալ բացարձակապես անշնորհակալ ազնվորություններ։ Սա մենք պետք է հասկանանք, էլի, կամաց այդ թեմաները կքննարկենք, հույսով եմ, որ հասկացողությունը կզարգացնենք, հիմա ընդհանուր առմամբ ենք խոսում, չէ՞։ Եվ ուրեմն, տեսեք, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, որ հիմա իսկ եթե դու ուզում ես, այսինքն դու արդեն քո անցյալ կյանքերից այնպիսի գործեր ես կատարել, որ արժանացել ես ապրես այնպիսի կենդանիակների շրջապատում, որոնք որակավորում չունեն երջանկություն պարգևելու։ Հասկանում եք, չէ՞։ Եվ եթե դա այդպես է, դա նշանակում է, որ դու ինքդ էլ որակավորում չունես իրականում։ Քեզ թվում է, որ դու ունես, բայց իրականում դու էլ որակավորում չունես քո դիմացինին, ուրեմն երջանկացնելու, չէ՞։ Եվ դուք երկու հոգի, որոնք որակավորում չունեն, հանդիպում եք եւ իրար տառապանք եք պատճառում։ Դրա համար մենք շատ լավ գիտակցում ենք, որ բոլորս էլ հասկանում ենք, որ երբեք այդպիսի իրավիճակներ չեն լինում, որ մեղավոր է միայն մեկը, չէ՞։ Եվ ուրեմն հաջորդ քայլը այդ է, որ եթե դու իրոք ռեալ ուզում ես, հիմա դու պիտի ինքդ դառնաս ազնվորություն, որը ինքը բարիացակամ է եւ կարող ունի այնպիսի որակներ, որ դիմացինը կարող է դիմացինին կարող է երջանկացնել։ Եվ որ ազնվորությունը իր մեջ զարթնացնում է իր առաքինությունը, հա, ինքը, եթե մենք օբյեկտիվ, այսպես էվոլյուցիոն ճանապարհով ասենք, հաջորդ կյանքում ինքը այո ծնվում է այնպիսի կենդանիակների մոտ, որոնք իրենք էլ որակավորում ունեն, այսինքն ծնվում է իր նմանների մեջ։ Այսպիսով ինքը փոխում է իր իրականությունը։ Եթե ինքը ոչ մի բան չի անում, ապա այդ էգոիստական հարաբերությունների մեջ ամբողջ կյանքի ընթացքում ինքն է նեղացնում, իրան են նեղացնում եւ իր հաջորդ կյանքը լինում է շատ ավելի ցածր։ Նորից Աստվածամեժության դարաշրջանում եւ շատ ավելի ցածր։ Հասկանում եք։ Հիմա, ուրեմն երկու բանաձևերը սրանք են։ Հետագայում այդ դրանից հետո Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կենդանիակին, որը ինքը արդեն աշխատում է իր որակավորման վրա, որպեսզի
եւ չի տառապացնում եւ որակավորում ունի երջանիկ դարձնելու իր դիմացիներին, չէ՞, գերագույն Աստծո ազնվորությունը կյանքեր շարունակ նրան տալիս է նյութական աշխարհում շատ բարենպաստ կյանք։ Այդպիսի ազնվորությունը այլևս չի ծնվում աստվածամերժության դարաշրջանում, նա մշտապես ծնվում է կրոնական դարաշրջաններում, որտեղ հիմնականը տիրում է ուրեմն բանը կրոնական կայսրությունը, չէ, ապրում են առաքինի ազնվորությունները, որոնք իրենք հենց կակրաս առաքինի ազնվորությունը են, դա նրանք են, ովքեր որ կարողանում են ուրիշ կենդանեակներին երջանկացնել, որովհետև նրանց այդ ճիշտ վարվելաձև գիտեն։ Եվ դա կոչվում է Աստծո կողմից առաջարկված բարոյականության օրենքներ։ Մենք քննարկեցինք դες հետ, որ արիացիները այստեղ շատ հետաքրքիր շարան են շարում, այսինքն որ իրենք խոսում են հետևանքների մասին, թե ինչ է ստանում այն ազնվորությունը, որը ինքը ընդունում է երկու բան՝ կրոնականության ծիսակատարությունները եւ Աստծո կողմից առաջարկված բարոյականության օրենքները, սա շատ կարեւոր է, որովհետեւ մարդու կողմից առաջադրված բարոյականության օրենքները, ես սա միլիոն անգամ արդեն ասել եմ, պարունակում են իրենց մեջ շովինիզմ։ Մարդու կողմից առաջադրված ցանկացած գաղափարախոսություն պաշտպանում է ինչ-որ մի խմբի ուրեմն իրավունքները եւ դա անում է ինչ-որ մի ուրիշ խմբին դժբախտացնելու, նսեմացնելու, կողոպտելու, տառապանք պատճառելու հաշվին։ Եվ դա է սիմպտոմը, որ դա ուրեմն մարդու կողմից առաջարկված կամ մարդու կողմից իրականացվող երևույթներ են։ Հիմա, սիրելիներս, եւ ես դա է պատճառը, որ ես ամեն անգամ ասում եմ, որ արական գաղափարախոսության կիրառման խնդիրներում պետք չի այսօր օրինակ վերցնել Հնդկաստանից, պետք չի լսել այնտեղ շատ ու շատ մարդկանց, որոնք թվում են մեզ, որ իրենք հեղինակություններ են, որովհետև Հնդկաստանի իրավիճակը ընդհանրապես այն ինչ որ կոչվում է Հնդկաստանի հասարակություն, չէ, այդ հասարակության եւ տնտեսական, եւ բարոյական, եւ բոլոր մնացած ուրեմն դաշտերը, հա, այդ իրավիճակը, որը այդտեղ տիրում է, ինքը չի խոսում նրա մասին, որ հնդիկները ճիշտ են կիրառում արիացիների գաղափարախոսությունը։ Եվ ես միշտ ասում եմ, այո, իհարկե, մենք պետք է շատ երախտապարտ լինենք իրենց, որ իրենք պահպանել են գաղափարախոսությունը, հա, թեկուզ եւ իրենք էլ ասում են, որ գաղափարախոսությունը ստացել են Հյուսիսից, հա, իրենք պահպանել են, բայց այս պահին իրենք էլ չեն հետևում։ Եվ այո, իրանք այնքան արիացի են, ինչքան օրինակ հայերը քրիստոնյա։ Հասկանում եք։ Այսինքն բացարձակ ձևական բնույթ է կրում այդ ամեն ինչը։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն, բայց ինքը տեսությունը իր մեջ խոսում է նրա մասին, թե ինչպիսի մտադրություններ ունի Գերագույն Աստծո ազնվորությունը։ Եթե կենթանեակը ինքը գալիս է իրական կրոնական դաշտ, ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը ինչպես է տանում հոգևոր դաշտում հոգում, չէ՞։ Եվ մենք ձեզ հետ անցյալ երկու հանդիպումների ժամանակ քննարկեցինք այդ առեղծվածը, չէ՞, եթե կարելի է, իրականում դա շատ զարմանալի կետ է, որտեղ իրենք թվարկում են, որ նա, որ ընդունում է ծիսակատարությունները եւ բարոյականության օրենքները, առաջին հերթին ստանում է ուրեմն բան տնտեսական զարգացում, չէ, տնտեսական զարգացումը ստանալուց հետո ուրեմն ստանում է հնարավորություն իրականացնել իր ցանկությունները, հա, այսինքն բարեկեցիկ եւ իր ցանկությունները իրականացնող կենթանեակը, ընդ որում այստեղ պետք է անպայման շեշտենք, որ այստեղ խոսքը գնում է միայն եւ միայն առաքինի ազնվորությունների մասին եւ միայն առաքինի ցանկությունների իրականացման մասին։ Տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող մարդկանց ցանկությունները Գերագույն Աստծո ազնվորությունը սովորաբար չի բավարարում։ Ինքը դա կարող է անել որպես կոմպրոմիս մի երկու անգամ, հա, որպեսզի կենթանեակին հետո կանչի, որ եթե դու ուզում ես շարունակես իմ պաշտպանությունը ունենաս,
պետք է այսինքն պետք է առաքինությունը արտացնես, եթե պետք է քո մեջ քո առաքինության պոտենցիալին դիմես, եթե ոչ, ուրեմն քո աստվածությունը ես չեմ, քո աստվածության անունը սատանա է, գնա թող այդ սատանան, այստեղ մենք շատ կարևոր խոսակցություն ենք ունեցել ձեզ հետ, որ սատանան ինքը նույնպես կենդանիակներին տալիս է հարստություն եւ ամենակարևորը, այսպես տալիս է հարստություն արատի հաշվին. Այսինքն կենդանիակը ինքը պետք է անպայման գործի հանցագործություններ, կեղտոտ արարքներ, մարդասպանություններ, գողություն, չգիտեմ ինչ, որպեսզի կարողանա հարստանալ։ Այդ համար, երբ որ մենք հարստանում ենք, մենք պետք է անպայման նայենք ինչի հաշվին։ Հասկանում եք, անպայման պիտի նայենք ինչի հաշվին կայացավ մեր բարեկեցությունը։ Եվ եթե մեր բարեկեցությունը ինքը տեղի է ունենում օրինակ նվիրված ծառայության հաշվին, այսինքն որ մենք ծառայում ենք Գերագույն Աստծո ազնվորությանը եւ դրա դիմաց մեզ, ասենք, նյութապես աջակցում են, դա մաքուր բարեկեցությունն է, որը տրվում է Աստծո կողմից։ Եթե մենք այդ ամեն ինչը ուրեմն ստեղծում ենք արատավոր գործողություններ կատարելով, չէ՞, ուրեմն այստեղ միանգամից գալիս է այդ խնդիրը, որ մենք պետք է հասկանանք, որ հարստությունը մեզ տվեց սատանան։ Եթե մեր ցանկությունները իրենք առաքինի ցանկություններ են, չէ՞, այսինքն այդ դա են պարունակում, պարկեշտություն, առաքինություն, պարունակում են պարտքի հետ կապված, պարտականությունների հետ կապված ցանկություններ, չէ՞, եւ այլն, այսինքն առաքինի ցանկություն է, այդ ցանկությունները ի կատարածողը Գերագույն Աստծո անձնավորությունն է։ Եթե մենք ունենք արատավոր անձնավոր ցանկություններ, որոնք իրանց մեջ պարունակում են ուրիշ կենդանիակների դժբախտություն, չէ՞, ուրիշ կենդանիակների հանդեպ բռնություն եւ այլն, մենք եւ կատարվում են այդ ցանկությունները, մենք պիտի հասկանանք, որ այդտեղ դա Գերագույն Աստծո անձնավորության հետ կապ չունի։ Դա սատանան է կատարում։ Հա, եւ այո, օրինակ կարող է լինել, սա շատ կարևոր խնդիր է, էլի, որ մենք պիտի սիմպտոմները իմանանք, չէ՞։ Օրինակ, ես մի անգամ ռուս սրբերից գրվածքներից մեկում շատ հետաքրքիր մի բան կարդացի։ Ինքը ասեց, որ պետք է զգուշ լինել իկոնաներից, հա, այսինքն իկոնաները դրանք բանել են նամոլենի կարտինը, չէ՞, երբ որ ասենք ինչ որ մի Հիսուսի կամ Մարիամի կամ եւ Մարիամին Հիսուսի հետ, չէ՞, այդ նկարներին երկար ժամանակ հավատացյալները իրենք խոնարհվում են, այդ նկարը ինքը դառնում է մի տեսակ պատասխան տվող։ Եվ դա կոչվում է իկոնա։ Իրականում էությամբ էլի, չէ՞։ Եվ ասենք, տեսեք, ինքը մի բան էր զգուշացնում, ասում էր պիտի հասկացվի, որ այդ նկարների մեջ կարող է մարմնավորվի ոչ միայն Աստված, այլ եւ սատանան։ Ինչպես բա տարբերել, այս հիմա քննարկում եմ ձեզ այդ սիմպտոմները, դա ինչպես է պետք բանանել, էլի տարբերել, որտեղ մարդը ինքը սովորաբար, երբ որ ինքը գտնվում է կրքերի ազդեցության տակ, տգիտության ազդեցության տակ, ինքը ուրախանում է, որ իր ցանկությունը կատարվեց, չէ՞, ինչու, որտեղ ինքը առաքինության մասին ոչ մի պատկերացում չունի։ Հասկանում եք, ինքը չի կարողանում պատկերացնի, թե ասենք, որ Աստված ինքը երբեք այսպիսի ցանկություն չէր բավարարի։ Եվ այո, իհարկե, մեր ժամանակներում նույնիսկ տաճարները, եկեղեցիները, մզկիթները կարող են բաների գրավված լինել սատանայի կողմից, որ դեպքում, երբ որ այդ մզկիթի, տաճարի կամ եկեղեցու մեջ մտնողները կամ այդտեղ ծառայողները միայն արատավոր կենդանիակներ են։ Հասկանում եք, այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չի արտահայտվում։ Երկու կողմանի արատավոր անձնավորություններ են եւ իրանց գլխավոր աստվածությունն էլ կա լինի, այսինքն եթե քրիստոնյա բանով ենք ասում սատանան, վերջ, այդտեղ խոսակցությունը ավարտվում է։ Եվ որ իրանք ասում են Աստված իմ, այդ Աստված իմը իրանց համար սատանան է։ Էդի այն ինչ-որ պիտի լինի Աստվածը, դրա հետ իր հետ ոչ մի կապ չունի։ Հասկանում եք։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ
այդպիսի շարան է շարվում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հիմա սա է, չէ, շեմը, կրոնականության ծիսակատարությունները եւ առաքինությունը, բարոյականության օրենքները։ Այն միայն այս երկու պայմանը, երբ որ կատարվում է, այն բարեկեցությունը եւ այն ցանկությունների կատարումը, որը այդտեղ տեղի է ունենում, չէ, այդ դա խոսում է նրա մասին, որ դա Գերագույն Աստծո ազնվորությունն է պարգևատրում կենդանեակին։ Ուրեմն, ինչի համար է ինքը դա անում։ Մենք դա ձեզ հետ խոսեցինք։ Ինքը դա անում է նրա համար, որպեսզի բանանի վերականգնի կենդանեակի վստահությունը իր հանդեպ, ուրեմն երկու բան է տեղի ունենում։ Այդ վառնաշմը դարմա ես անցյալ անգամ խնդրեցի, որ հիշենք այս բառակապակցությունը, չէ, որ ամեն անգամ չասեմ էլի 100 նախադասությունով։ Վառնաշմը դարմայի մեջ, չէ, կենդանեակը այսքան բարոյականության դաշտում էլի, կենդանեակը կյանքից կյանք, տարբեր կաստաններով, զարգանալով, չէ, բարձրանում է, եւ այդտեղ երկու բան է տեղի ունենում։ Կենդանեակը ինքը վստահությունն է իր վերականգնում Աստծո հանդեպ, իսկ Աստված կենդանեակի որակավորումն է նայում էլի, թե ինքը ինչ որակավորում է ձեռք բերում կամ ձեռք բերում է արդյոք թե ոչ, չէ՞։ Եվ երբ որ կենդանեակը ինքը այդ առաքինության մեջ հասնում է հասունության, իսկ որն է հասունությունը, տեսեք, անցումը, այսինքն տեսեք, որպես կրոնական հասարակության սովորական քաղաքացի, որպես առևտրական եւ որպես բան, այդ ուպրավլենցի, որպես ղեկավարներ, չէ, այդ երեք կաստաններում էլ մարդիկ կենդանեակները իրենք շահագրգռված են նյութական, ուրեմն բանի, հոգևոր կյանքի նյութական արդյունքներով։ Եվ միայն բրահմաններն են, այսինքն հոգևորականների դասն է, որը արդեն շահագրգռված է հոգևոր արդյունքների մեջ, չէ։ Հիմա տեսեք, այ եկավ այսպես, մշտական ավելացնելով նյութական պտուղները հոգևոր կյանքի, չէ, մեկ էլ այ իշխանավորի դասում կենդանեակը ինքը ծնվում է արքայական ընտանիքում, նոր միայն դրանից հետո որպես բրահման։ Այսինքն գնացող հոգևորի հետևից։ Այդ դա երբ է տեղի ունենում։ Այ որպես մենք հասկանանք, թե դա երբ է տեղի ունենում, մենք պետք է նայենք, թե ինչպիսի որակներ էին պահանջվում արիացի արքայից։ Չէ, որ հասկանանք։ Եվ տեսեք այնտեղ, ինչ շատ հետաքրքիր որակներ կա, չէ, հերոսություն։ Այսինքն կենդանեակի առաքինությունը պիտի հասնի այն մակարդակին, որ ինքը կարողանա իր կյանքը զոհի ուրիշների երջանկության համար։ Չէ՞։ Հասկանում եք։ Չգիտեմ, կեսախնդություն։ Հա, այսինքն միշտ այդպես ուրախ բարյացակամ կյանքով լի, չգիտեմ ինչ, չէ՞։ Ներողամտություն։ Տեսեք արդեն որակներ կան, չէ՞, ներողամտությունը, հետաքրքրասիրությունը գիտելիքի հանդեպ։ Այսինքն այնտեղ լիքը այնպիսի որակներ կան, որոնք իրանք արդեն այդ դաշտ են նախապատրաստում, որ այս կենդանեակը գնա արդեն դեպի հոգևոր արդյունքներ։ Հենց որ ինքը ծնվեց բրահմանիկական կաստայի մեջ, այսինքն հոգևորականների դաշտում, չէ՞, այդտեղ այ առաջի բանը, որ առաջի process-ը, որի մեջ որ ինքը մտնում է, դա բանն է, ասեք, իմաստություն հավաքելը, չէ՞, եւ այսինքն գիտելիքը, սկսում են գիտելիք ուսումնասիրել, եւ որ իրանք արդեն սկսում են գիտելիք ուսումնասիրել, չէ՞, այդտեղ տեսեք, ասենք, նյութականը ինքը այլ կերպ է որոշվում։ Հոգևորականների կաստան ինքը իրավունք չունի աշխատելու։ Հոգևորականների կաստային պետք է պահեն, նյութապես պիտի ապահովեն, ուրեմն մնացած 3, այսինքն սովորական քաղաքացիները, առևտրականները եւ իշխանավորները պիտի ֆինանսապես հոգ տանեն,
Չէ, արյական քաղաքակրթության մեջ իրականում հիմնականում հոգևորականների մասին հոգ էր տանում պետությունը, այսինքն արքաները։ Շատ հաճախ իրենք աջակցում էին հոգևորականներին իրենց անձնական հարստությունից, ոչ թե պետական։ Հասկանում եք։ Չէ, եւ հիմա տեսեք, ինչու համար, որ հոգևորականը ինքը կարողանա միայն հոգևորով զբաղվի, որտեղ միայն հոգևոր պտուղ ստանալու համար պիտի միայն հոգևորով զբաղվես։ Աստվածամեժության դարաշրջանում այդ ամեն ինչը մի քիչ այլ կերպ է, հատկապես աշխարհիկ հասարակության մեջ ոչ մեկին հետաքրքիր չի դու հոգևոր ես, դու հոգևոր չես, դու հրաժարված ես, դու հրաժարված չես, չգիտես ինչ ես, դրա համար երբ որ գալիս է քո այդ փուլը, որ դու պիտի խորասուզվես հոգևոր արդյունքների հետևից գնալու, չէ, շատ հաճախ անձնավորությունը ինքը այդ փուլում կարող է հայտնվի ծայրահեղ աղքատության մեջ, որտեղ, չգիտեմ, էլի մի հոգի ինչ-որ կիսատ պրատ ինչ-որ մի հոգի կարող է լինի, որ աջակցի մարդուն, որ մարդը ինքը կոպիտ ասած սովից չմահանա եւ կարողանա, ասենք, շարունակել զբաղվել իր հոգևոր կյանքով, չէ՞։ Բայց ազնվորությունը, որը ինքը զբաղվել է հոգևոր կյանքով, ինքը հետո հենց հոգևոր պտուղներ ունի, որ առաջին հերթին արտահայտվում է որպես հոգևոր գիտելիքի մեջ իմաստուն լինելը, ոչ թե էրուդիտ լինելը, այլ իմաստուն։ Իմաստունը դա այն ազնվորությունն է, որը ինքը գիտելիքը իրականացնում է, այլ ոչ թե ուղղակի անգիսում։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, այդպես մենք տեսնում ենք, որ ինքը այդտեղ այդպես այդ անցումն է կատարվում եւ կենդանիակը ինքը սկսում է գնալ արդեն հոգևոր պտուղների հետևից։ Հոգևոր պտուղների հետևից գնացող կենդանիակները իրենք շատ ինտենսիվ եւ շատ խիստ հրաժարում են զարգացնում նյութական աշխարհի հանդեպ։ Շատ խիստ նյութական աշխարհի հանդեպ հրաժարում են զարգացնում եւ այդտեղ ուրեմն դա այն ճիքն է, որը գործադրում է ինքը կենդանիակը, որպեսզի ազատվի նյութական աշխարհի այդ իլյուզոր ընկալումից իր եսի։ Այսինքն ինքը արդեն գնում է նրա հետևից, որ եթե ես հոգի եմ, ես անպայման պիտի ինքս ինձ գտնեմ որպես հոգի։ Եվ արիացիները իրանք միակն են, ովքեր խոսում են նրա մասին, որ իրանք իրանց հետևից գնում էին եւ իրանք հայտնաբերում էին իրենց որպես հոգի, որը ոչ մի կապ չունի այս մարմնի հետ։ Հասկանում եք, եւ դա չի նշանակում, որ իրանք մահանում էին։ Մենք շատ եկել այդ թեմաները քննարկելու։ Դա չի նշանակում, որ իրանք մահանում էին։ Հասկանում եք։ Իրանք շարունակում էին ապրել, թե ինչու համար մենք հենց կակրաս հիմա այդ ենք քննարկելու, չէ, շարունակում էին ապրել, ինչու համար։ Գերագույն Աստծո գիտեք այսպես հոգևոր կյանքում, չէ, այդ վերջնական этаպներում, երբ որ կենդանիակը ինքը արդեն շատ բարձր կարգի հրաժարում ունի եւ այսպես էլի հաջորդականությամբ ստանում է ազատագրումից հետո ստանում է գերհոգու հետ հանդիպում, այստեղ է ինքը առաջի անգամ գիտակցում, որ ինքը ունի հոգևոր մարմին, չէ, եւ հետագայում, ասենք, վերականգնում է այդ գերագույն Աստծո ազնվորության հետ իր նախասկզբնական հարաբերությունները։ Հիմա տեսեք, ուրեմն այս ամբողջ ընթացքում, չէ, այդ 3 этаպներում, ուրեմն կենդանիակը ինքը քանի գնում այդքան ավելի հոգևորի մեջ խորասուզվում է։ Իր հրաժարումը դառնում է կատարյալ։ Չէ՞։ Հիմա մենք դա դեսել շատ ենք քննարկել, որ ազատագրումը ստանալուց կենդանիակը դեռ նվիրված ծառայություն Աստծո հանդեպ չի ստանում։ Տեսեք, այսինքն ինքը իր ճիքերը, կենդանիակի ճիքերը, որտեղ կենդանիակը ինքը ապացուցում է գերագույն Աստծո ազնվորությանը, որ ինքը իր հետ հարաբերություններ է ուզում, իր հետ է հիմա ուզում հարաբերվել, չէ, դա դրա միակ բանը ցուցանիշը դա նյութական աշխարհից հրաժարումն է։
Հասկանում եք։ Եվ երբ որ կենդանիակը իր սրտի մեջ հրաժարվում է նյութական աշխարհից, մենք դες հետ քննարկեցինք, որ այդտեղ կա երկու թեմա՝ հրաժարման, կան արտաքին հրաժարվածներ եւ ներքին հրաժարվածներ, չէ՞։ Եվ հիմա մենք կակրած դա ենք քննարկում։ Նրանք, ովքեր ստանում են ազատագրում, նրանց հրաժարումը ինքը արտաքին է։ Այսինքն դա անպայման բնության մեջ ապրող մեկուսի վայրերում գոյություն ունեցող բացարձակապես հասարակության հետ չշփվող ընդհանրապես նյութական ոչ մի բանի հետ կապ չունեցող ազնվորություններ են, որոնք իրենք արական քաղաքակրթության մեջ մենք դա անցյալ անգամ քննարկեցինք, իջնում էին հասարակություն միայն մի փոքր ուտելիք ստանալու համար։ Եվ այն էլ կոպիտ ասած ոչ ամեն օր։ Հասկանում եք, չէ՞, եւ ես այդ մենք խոսում ենք դրա մասին, ամեն անգամ ասում եմ, որ արական քաղաքակրթության մեջ չկային աղքատ սովորական մարդիկ փողոցում մուրացող, հա, արական քաղաքակրթության մեջ միայն այդ հրաժարվածների հագուստը հագած հոգեվորականներն էին, որոնք իրենք անտառներից դուրս էին գալիս, մի փոքր ուտելիք էին խնդրում մարդկանցից, հենց որ այդ մի փոքր ուտելիքը ստանում էին, վերադառնում էին նորից անտառ եւ զբաղվում էին իրենց հոգեվոր կյանքով։ Եվ կան պերսոնալիստներ, չէ, որոնք ասիկը նրանք իրենք իրականում արդեն եւ ազատագրված են եւ գիտակցում են գերհոգուն, այսինքն ինչ է նշանակում գիտակցել գերհոգուն։ Գիտակցել գերհոգուն նշանակում է, որ կենդանիակը ինքը իրականացնում է Աստծո բացարձակ արդարությունը եւ բարիությունը։ Որովհետեւ պայմանավորված վիճակում Եթե դուք ուշադիր նայեք հոգեբանությանը, չէ, ասենք, այն մեր դարաշրջանում, մեր ժամանակներում, թե նույնիսկ հոգեվորի մեջ զբաղված մարդիկ իրականում իրանց մենտալիտետում, երբ որ իրանք խոսում են կամ այն ինչի հետ որ իրանք պայքարում են, այն ինչի մասին խնդրում են Աստծուն, չէ, դա խոսում է ընդամենը մի բանի մասին, որ իրենց պատկերացումների մեջ Աստված ինքը անարդար է եւ դաժան։ Հասկանում եք։ Իսկ ինքնաիրականացված ազնվորությունը ինքը այսպես պարզ տեսնում է, թե ինչքան արդար է Աստված եւ համել ինչքան բարի։ Այսինքն որ ինքը նյութական աշխարհում գործող կենդանիակների հանդեպ արդար է եւ ամեն մեկը ստանում է այն ինչի որ ինքը արժանացել է, հա, եւ մենք դա քննարկեցինք, չէ, որ ասենք մարդուն կարող է թվել, որ այս պահին ես ոչ մի վատ բան չի արել, ինչու վատը ստացա, դա առաջի հերթին կարող է լինել պատասխան անցյալ կյանքերից, երկրորդ հերթին, եթե կենդանիակը ինքը ընտրել է նյութական գոյությունը, ինքը արդեն անմեղ չի, որտեղ այստեղ է եկել նախանց եւ առավելություն դրսևորելու համար, հա, եւ եթե ինքը արդեն եկել է եւ ապրում է իրեն համապատասխան բանում միջավայրում, ինքը չի կարող այդ միջավայրի ազդեցությունը չկրի, բայց այդ միջավայրը մենք ընտրել ենք ինքներս, ուրեմն այսպես էլի по большому մենք միշտ այս աշխարհը արդար է, որտեղ մենք ինքներս մենք չենք կարող, չէ, ես միշտ ասում եմ, չենք կարող մտնել ջուրը, ասենք չենք թրջվում։ Հիմա իսկ ասեն սկաֆանդր կհագնենք։ Այդ սա բաներ, այլ սպեկուլյացիաներ է։ Պարզ է ես ինչ եմ ուզում ասեմ։ Այո, իհարկե, մարդկությունը հենց դրանով էլ զբաղված է, որ եւ կոպիտ եւ նուրբ իմաստներով սկաֆանդրներ հորինի, որ ինքը ինչ ուզենա անի ու ազդեցություն չկրի։ Բայց այդպես չի լինում։ Գերագույն ազնվորությունը միշտ ավելի ուժեղ է, միշտ ավելի խորամանկ է, միշտ ավելի հզոր է, որպեսզի կարողանա ուրեմն կենդանիակներին արդարություն պարտադրել։ Հասկանում եք, չէ՞, եւ ինքնաիրականացված հոգին, ինչու է ինքը կարողանում այդ գերհոգու, եւ որ ասում ենք գերհոգուն հանդիպեց։ Գերհոգուն հանդիպողները այդ ովքեր են։
իրանք նրանք են, ովքեր նյութական աշխարհից դուրս են եկել։ Իսկ դա ինչ է նշանակում։ Այն չէ նշանակում, ուր այստեղ ոչ մի հատ կլոր բան չկա, որ ցույց տամ, հա։ Լավ, կապ չունի։ Ինչ է նշանակում այ լինել սրա մեջ եւ ինչ է նշանակում լինել սրանից դուրս։ Այ որ ես սրա մեջ եմ, չէ՞, իմ համար իրականությունը ուրիշ է։ Բայց գերհոգուն հանդիպողը ինքը ազատագրված հոգի է, եւ դա նշանակում է, որ ինքը նյութական աշխարհը տեսնում է դրսից։ Այ որ ինքը դուրս է գալիս նյութական աշխարհից ու դրսից է նայում, ինքը պարզ տեսնում է, թե իրականում այս նյութական աշխարհում ինչ է կատարվում, թե որտեղից է տառապանքը ստեղծվում եւ թե ինչքան արդար է գերագույն Աստծո անձնավորությունը։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, այդպիսի անձնավորությունները իրենք շատ դեպքերում շատ լուռ են դառնում։ Ինչու՞։ Որովհետև իրենք հասկանում են, որ եթե իրենք իրենց հասկացածը ասեն, այնպես չի, որ իրենց լավ են վերաբերվելու։ Ոչ մի կենդանի էակ չի ուզում լսի ճշմարտությունը իր ներդրումների մասին, իր տառապանքների մեջ։ Հասկանում եք, բոլորը ուզում են, որ այսպես էլի, այսպիսի բանի հասնեն, որ ես լավն եմ, ես ամեն ինչի արժանի եմ, եւ եթե ինձ դա չեն տալիս, ուրեմն դա անարդար է։ Չկա այդպիսի բան։ Հա, եւ իրական յոգերը իրանք իրականացնում են այդ գերագույն Աստծո անձնավորության արդարությունը։ Հասկանում եք։ Եվ հիմա, սիրելիներս, ուրեմն հաջորդ քայլով, չէ՞, ուրեմն կենդանիակը ինքը հանդիպում է գերհոգուն, եւ սա նշանակում է, որ ինքը իր ճիքերը, հիմա սա են քննարկում, որ ինքը իր ճիքերը կատարեց։ Եվ հիմա գալիս է, ուրեմն, բանը, գերագույն Աստծո անձնավորության հերթը։ Եվ տեսեք, այ որ կենդանիակը ինքը այդ բոլոր ճիքերը կատարեց, սկզբից հրաժարվեց տառապանք պատճառի, հետո աշխատեց նրա վրա, որ կարողանա երջանիկ դարձնի, չէ՞, հետո ուրեմն եկավ հրաժարման գաղափարին, ընդհանրապես հրաժարվեց նյութական աշխարհից, չէ՞, հետո գնաց արդեն այն Աստծուն հանդիպելու հետևից, հետո գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնվեց եւ եկավ կանգնեց կենդանիակի առաջ։ Սա իրականում նյութական աշխարհում ապրող կենդանիակների հոգևոր ճանապարհի ամենամիստիկական պահն է, որի մասին խոսում են իրականում միայն արիացիները։ Մնացած բոլորը խոսում են, այստեղ ձայն լսվեց, այնտեղ չգիտեմ ծառ վարվեց, այստեղ եսի ինչ եղավ, կրակի մեջ էր, չգիտեմ ինչ, բայց դա Աստծո նախասկզբնական կերպարանքի հետ ոչ մի կապ չունի։ Եվ այդպիսի հոգին, որը ինքը բացարձակ հրաժարում ունի, ինքը կարողանում է ուրեմն գալ եւ հանդիպել նախասկզբնական գերագույն Աստծո անձնավորությանը, որը երբեք չի հայտարարում, որ ինքը ինչ-որ մի յուրահատուկ ազգի Աստվածն է, նախաձախնդրության ոչ մի խնդիր չի դնում, ինքը բոլոր կենդանիակների, ինչպես ասում էր Հիսուսը, հայրն է, հավասար է նայում բոլոր կենդանիակներին եւ ցանկացած կենդանիակներ, որոնք իրենք գոռոզություն են զարգացնում, հետ կամ առաջ դրա համար պատասխան են տալու։ Հիմա, սիրելիներս, ինչպես եւ ցանկացած նրանք, ովքեր որ վատարարքների պաշար ունեն եւ նախանձում են առաքինի կենդանիակներին, նույնպես հետ առաջ պատասխան են տալու, հա։ Կենդանիակները նյութական աշխարհում պատասխան են տալիս նախանձի իրականացման համար եւ գոռոզության իրականացման համար։ Բոլոր տառապանքները առաջանում են այս երկու կետից։ Հիմա, սիրելիներս, չէ, եւ ուրեմն տեսեք, հիմա այստեղ արդեն գալիս է գերագույն Աստծո անձնավորության հերթը։ Եվ տեսեք, այստեղ չասվեց, այ որ ինքը ասեց հրաժարվածը,
եւ Աստծո ողորմածությամբ։ Չէ, տեսեք հիմա, այո, իհարկե։ Աստծուն ծառայելու համար կամ ինչ եւ այստեղ մենք արդեն պետք է հասկանանք ինչ է նշանակում Աստծուն ծառայել։ Շատ կարևոր քննարկում է սա, որ ես կարծում եմ, որ մենք արդեն վաղը կանենք, որտեղ եթե ես հիմա այդ խոսակցությունը սկսեցի, այդ խոսակցությունը ինքը կմնա կիսատ, չէ՞։ Բայց կա մի թեմա, որը հիմա կքննարկենք եւ այսօր այդ թեմայով կավարտենք։ Տեսեք, շատ հետաքրքիր գաղափար հնչեց, չէ՞։ Ասվեց հրաժարվածը, իսկ հրաժարվածը դա նշանակում է, որ կենթանիակը ինքը ճիքեր է գործադրել, չէ՞։ Ինքը ճիքեր է գործադրել իմաստություն զարգացնելու ուղղությամբ, ինքը ճիքեր է գործադրել, որտեղ այդ ամեն ինչ ինչ որ ես թվարկեցի, հրաժարվեց բռնություն կատարելու։ Եթե միջև այդ ինքը սովորություն ուներ բռնություն կատարելու եւ կոպիտ եւ նուրբ պլանների վրա, ինքը պիտի իր վրա ճիքեր գործադրեր, չէ՞, որպեսզի էլ չանի դա։ Հասկանում եք, կամ որակավորում ձեռք բերի երջանիկ դարձնելու։ Դա էլ է, չէ՞, կենթանիակների ճիքերը։ Այսինքն ինքը ամբողջ ճանապարհին հոգևոր կենթանիակը ինչ որ ճիքեր է գործադրում, որպեսզի ավելի ու ավելի բարձրանա, չէ՞։ Եվ այդ ամենագերագույն ճիքերը դրանք հրաժարումն է։ Այմա կենթանիակը եկավ, հասավ հրաժարման աստիճանին, չէ՞։ Հիմա տեսեք, այքը երբ որ եկավ եւ հասավ հրաժարման աստիճանին, հասկանում եք, դա իրա ճիքերն էր, չէ՞։ Եվ թվում է, որ այստեղ բնական կլիներ, եթե ասվեր, որ այդպիսի կենթանիակներին Աստված վարձատրում է, չէ՞։ Ես վարձատրում է կարող եմ մի քիչ սխալ խոսք ասի, բայց իմաստը հասկացվեց, չէ՞, որ ինքը դրան արժանացել է։ Այս այ ուզում քննարկենք, էլի, որ եթե կենթանիակը ինքը այսքան ճիք է գործադրել, որ դարձել է, այ բերել է իրան այն ատելությունների եւ կապվածությունների, կրքերի եւ ագահության դաշտից հանել բերել է բացարձակ հրաժարմանը, ինքը ինչ-որ մի բանի է, չէ, արժանի։ Բայց այստեղ չասվեց Աստված իրան դրա դիմաց հատուցում է հնարավորությամբ իրեն ծառայել։ Ինքը ասեց Աստծո ողորմածությամբ։ Եվ սա ինչ-որ շոկային եւ այսպես բացարձակ անհասկանալի բան է, չէ՞, հայտարարություն է։ Այսքան ոնց ողորմածությամբ։ Դա նշանակում է, որ այդ բոլոր ճիքերը իրանք վերջնականում գրոշի արժեք չունեին։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Իսկ այստեղ խոսքը հոգեբանության մասին է։ Ինչ է տեղի ունեցել նյութական աշխարհում ապրող կենդանիակների եւ Աստծո միջև ըստարյանցիների։ Հա? Նյութական աշխարհում ապրող կենդանիակները կամավոր լքել են Աստծուն։ Այսինքն այն ամենասկզբից Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արարել է հոգևոր աշխարհը, ամեն կենդանիակ ունեցել է իր տեղն ու դիրքը, հա, որպեսզի հոգևոր աշխարհը լինի կատարյալ։ Եվ կան կենդանիակներ, ինչպես հասկանում ենք, եթե մենք տեսնում ենք, թե նյութական աշխարհում ինչքան կենդանիակներ են ծնվում, հասկանում ենք, որ դրանք անթիվ անհամար են, չէ՞, ահավոր մեծ։ Թեկուզ ասում է, որ 25%-ն են, բայց դա էլ ահռելի թիվ է, չէ՞։ Ուրեմն կան կենդանիակներ, որոնք այդ դիրքի հետ չեն համաձայնվում։ Իրանք գալիս են նյութական աշխարհ փորձ անցնելու, չէ՞, այսինքն իրենք Աստծուն ասում են, մենք չենք ուզում ապրել այն աշխարհում, որը արարել ես դու։ Մենք ուզում ենք ունենալ հնարավորություն արարել սեփական աշխարհը։ Հա? Թե այդ հնարավորությունից ինչ է ստացվում, մենք բարձ տեսնում ենք, թե ինչքան հեռու է, հենց թեկուզ մեր մոլորակը, ինչքան հեռու է ընդհանրապես այն գաղափարից, որ մարդիկ կամ կենդանիակները բոլորը, եւ բնությունը, եւ կենդանիները, եւ մարդիկ իրանք այս աշխարհում իրենց զգան երջանիկ։ Նշույլ անգամ չկա, չէ՞ դրա։ Հասկանում եք, եթե լուրջ ենք խոսում, էլի արդեն տենց
ամբողջ մոլորակի հետ կապված։ Չէ՞։ Հասկանում եք, ամեն մաս կարող է ինչ-որ մի գծի մեջ, ինչ-որ մի թեթև ձեռքբերումներ ունենա, բայց ընդհանուր առմամբ մենք հասկանում ենք, որ երջանկության մասին խոսք անգամ չկա։ Ուրեմն, սիրելիներս, չէ, մենք ենք հեռացել Աստծուց։ Եվ այստեղ գաղափարը կայանում է նրանում, որ երբ որ մենք ճիքեր ենք գործադրում, որ վերադառնանք, մենք ուզում ենք վերադառնանք ոչ թե որովհետև հաղթել ենք, Աստծուն ապացուցել ենք, որ մենք կարող ենք հոգևոր աշխարհում ուրիշ դիրք գրավեինք, դու սխալվել ես, որ մենք էսիշ դիրքում ենք, չէ՞։ Այլ մենք որ ասում եմ, ծեծ կերած անտեսան նման, կներեք էլի արտահայտությանս համար, այսինքն նյութական աշխարհի կողմից պարտություն կրած։ Առաջի քայլը Աստված ասում է տառապողներն են գալիս իմ մոտ, հիշում իմ մասին, հա։ Եթե նրանք արդեն բարեկեցիկ են, դա նշանակում է, որ իրանք իրաց անցյալ կյանքերում այդ տառապողների բանը անցել են։ Իրանք եղել են տառապող, դիմել են Աստծուն, հավաքել են ինչ-որ բարեպաշտության պաշար եւ մյուս կյանքում ունեն մի քիչ բարեկեցություն կամ լավ ճակատագիր։ Լավ ճակատագիրը միշտ ծնվում է բարեպաշտ գործողություններից։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Եվ ուրեմն տեսեք, ասեք, հիմա գաղափարը այստեղ ո՞րն է, որ մենք այսպես մի քիչ կոպիտ ասեմ, էլի, որ ինքը այստեղ ինձ համար շատ կարևոր է, որ էմոցիոնալ է ամեն ինչը շատ պատկերավոր լինի, չէ՞։ Մենք թքել ենք Աստծո վրա, թողել ենք, եկել ենք նյութական աշխարհ, ասել ենք, չենք ուզում քեզի, չէ՞, եւ սենց։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը համաձայնվել է, ասել է, չեք ուզում, հա, էսա։ Բայց ես տալիս եմ ձեզ ամեն ինչ, վերցրեք, գնացեք, ինչ աշխարհ կարող եք, այդ աշխարհն էլ կառուցեք։ Բայց ես մնալու եմ վերջնական դատավորը։ Ինչ արեցիք, դրան համապատասխան ստանալու եք։ Всё, գնացեք։ Հիմա, կենդանի էակը այդտեղ պարտություն է կրում։ Միշտ պիտի հիշեք, որ սկիզբը դա է։ Եթե դուք հիմա տառապանքից չեք գալիս հոգևոր կյանք, դա նշանակում է, որ տառապանքի этаպը դուք անցել եք արդեն անցյալ կյանքերում։ Առաջին քայլը, որը ստիպում է, որ կենդանիակը վերհիշի Աստծուն, այսպես իր հովանավորությունը փնտրի, դա կենդանիակի պարտությունն է։ Այսինքն, երբ որ ինքը այս տառապանքի մեջ թաղված է լինում, չգիտեմ, հռոմում ստրուկ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն տեսեք հիմա, ինքը տառապանքից է սկսում դուրս գալ։ Հետո ինչ-որ մի պահ Աստված իրան դիմավորում է եւ պայմաններ դնում։ Ինքը սկսում է պայմանները կատարել, կամաց մոտենալ, չէ՞։ Այդ խոսակցությունը գնում է նրա մասին, որ երբ որ ինքը հասնում է այն մաքրությանը, որով գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կանգնեց իր առաջ։ Ինքը այդտեղ ազատություն ունի, ներելու կամ չներելու։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ ասվում է, որ Աստծո ողորմածությամբ թեկուս հրաժարված ես, բայց Աստծո ողորմածությամբ հարաբերություններդ վերականգնելու իրավունք ես ստացել։ Այս նրա մասին է խոսքը։ Որ իրականում, երբ որ մենք ինչ-որ մեկին դավաճանում ենք եւ հեռանում, ինչքան էլ ուզում է հետո փոշմանած լինենք, չէ՞, մեր դիմացինը իրավունք ունի այլևս մեզ չընդունելու։ Չէ՞, եւ դա արդեն իր ողորմածության խնդիրն է, թե ինքը մեր անցած ճանապարհը դեպի իրան կգնահատի, թե չի գնահատի, կընդունի, թե չի ընդունի։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ որովհետև մենք սկսում ենք վերադառնալ պարտությունից, հասկանում եք, քանի կենդանիակը ինքը ձիու վրա է, ինքը Աստծուն չի հիշում։
այդ պարտությունից է ամեն ինչը սկսվում։ Եվ դա է պատճառը, որ վերջում դա ինչ-որ եսի մինչ արժանիքի բան չի, էլի, ինչ-որ տենց բան չկա, էլի, որով դու կարող ես պարտանաս, որ ասես տես ես սենց հրաժարված եմ, մաքուր եմ, մեսեմեն եմ, հիմա դու կոպիտ ասած պարտավոր ես ինձ ընդունես, ոչ, ինքը պարտավոր չի, ինքը իրավունք ունի, չընդունի, որովհետև առաջի քայլը, որը դու արել ես պարտությունից։ Հասկանում եք, հա? Բայց միևնույն է, այո, իհարկե, այդպիսի դեպք երբեք չի եղել, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չընդունի այդ ազնվորություններին կամ չվերականգնի նրանց հետ հարաբերությունները։ Այստեղ դա չենք քննարկում, այստեղ քննարկում ենք դիմացինի իրավունքը չընդունելու, նույնիսկ մեր հրաժարումը։ Եվ եթե ինքը ընդունում է, դա չի նշանակում, որ մենք արժանի ենք, դա նշանակում է, որ ինքը մեծահոգի և ի վիճակի է ներել այն հանգամանքը, որ դու հեռացար։ Հասկանում եք, հատկապես, որ հետագայում, երբ որ մենք Աստված տա շատ լուրջ նվիրալների գրվածքները ձեզ հետ ուսումնասիրենք, այդտեղ մենք կտեսնենք, որ այդ գաղափարը առաջ կխաշվի, որ երբ որ կենդանիակը ինքը այդ ցանկությունն է ունենում հեռանալ հոգևոր աշխարհից, եւ նրան շրջապատող նվիրալները եւ Գերագույն Աստծո ազնվորությունը փորձում են իրան հետ պահել այդ քայլից։ Ում է նման ժամանակակից աշխարհում երեխաներին, չէ՞, որոնք իրանք մեկ էլ այսինքն ծնող ինքը կարող է պահել է, մեծացրել է, տանջվել է, պարտաճանաչ, բարոյական ծնող է եղել, ամեն ինչ արել է, ինչ որ կարող է, եւ փողոցի ազդեցության տակ երեխան կարող է ինչ որ մի հատ իդեա վերցնի ու լքի ծնողին։ Հետո կարող է փողոցում պարտություններ կրի, հա, փոշմանի եւ ուզենա վերադառնա։ Չէ, տեսեք, այդտեղ ինչ որ ծնողը դուրը բացեց ու իր երեխան կանգնած լինի իր առաջ, ինչքան էլ ուզում է ինքը փոշմանած լինի։ Հա, ծնողի իրավունքն է այդտեղ արդեն ընդունել դա կամ ոչ։ Եվ եթե ինքը ընդունի երեխայի այդ փոշմանված վիճակը, դա ծնողի ողորմածությունն է, այլ ոչ թե երեխայի արժանիքը։ Դա շատ կարևոր կետ է։ Ինչի համար, որովհետև սա թույլ չի տալիս, նույնիսկ ամենաբարձրագույն հրաժարվածության դեպքում թույլ չի տալիս, որ մենք լինենք գոռոզ։ Որովհետև այս մտածելակերպը ինքը մեզ միշտ պահում է համեստ վիճակում, որ ես ինքս եմ իրան լքել։ Ու ինքը ինձ ընդհանրապես ոչ մի բան ոչ պարտք է, ոչ էլ պարտավոր։ Դա ես եմ իրան ասել, գլխիցս վազանցի, ես ուզում եմ ինքս դրսևորեմ կամ տնօրինեմ իմ կյանքը։ Հետո չի ստացվել, իսկ հիմա իրա վրա մուննաթ եմ գալիս, թե բա ինչի չես պաշտպանել ինձի հետ ընթացքում։ Եվ որ ես ուզում էի իմ ուսածով կյանքս դասավորեի։ Հասկանում եք, եւ այս կետը, որ ինքը Շուկաձևը Գոսվամին ինքը ասում է, Մայտրայան, հա, հիմա ինքը ասում է, երբ որ կենդանիակը ինքը հրաժարված է, բայց Աստծո ողորմածությամբ է, որ ծառայություն ունի։ Եվ այսօր այսքանը, իսկ վաղը մենք ձեզ հետ արդեն կքննարկենք Աստծո ողորմածությամբ նվիրված ծառայության թեման եւ կանցնենք առաջ։ Իսկ այսօր այսքանը ստեսություն։